Բարև բոլորին, այսօր դեկտեմբերի 1-ն է և ես վերջապես որոշել եմ նկարել վլոգ, թե ինչպես անցնում ինտերիեր դիզայների կյանքը, հույսով եմ այս անգամ կստացվի ու գոնե այս դեկտեմբեր ամսվա ընթացքում ձեզ կարողանամ ինչ-որ բաներ ցույց տալ, որովհետև հետո ինչ-որ հանգամանքներից ելնելով 2-3 ամիս տենց վլոգ չենք կարողանալու նկարել։ Հիմա Սոնիչկայի հետ օֆիսում նստած ներկեր ենք ընտրում պրոյեկտի համար, քննարկումներ ենք անում ընթացիկ խանութների հետ, որպեսզի հասկանանք ինչ պետք է ընտրենք, ինչ պետք է թողենք, առաջարկները վերցնենք, հասցնենք տարին ամփոփել։ Ձեզ ընթացքից ցույց կտամ, իհարկե ես ճանապարհին արդեն հասցրել եմ մի քանի գնառաջարկներ ստանալ, այնպես է, որ դիզայներները միայն համակարգչի առաջ չեն աշխատում, ճանապարհին են աշխատում, ուտելուց են աշխատում, քննարկումների ժամանակ, իվենթների ժամանակ միշտ մենք կապի մեջ ենք և մեր համագործակցող կամպանիաների և մեր պատվիրատուների հետ ու մեր առօրյան անցնում է ընդհանուր միշտ քննարկումների մեջ։ Հիմա ցույց կտանք ձեզ օֆիսային առօրյան, մնացածն էլ դե տեսնենք ոնց կստացվի ամսվա մեջ։ Նախ դեկտեմբերն է։ Արդեն պետք է անհամարես ցենար մտածենք։ Ճիշտ է։ Բայց այսօր պետք է անհամարես ցենար։ Ասեք ցենար լինի, ասեք ինտերիերային, թե լինի ինչ-որ չգիտեմ, փախած։ Փախած եմ որ բան կարելի անել։ Սոնայի հետ որոշեցինք ձմեռային սցենա հավաքել, ուզում ենք մի տարածքի վրա երկուսովս տարբեր կոնցեպտներով ինչ-որ հետաքրքիր սցենա հավաքել, հիմա միասին կընտրենք տարածքը, իսկ հետո ընթացքում ցույց կտամ, թե ես ոնց եմ աշխատում, դրա վրա իսկ Սոնան վերջում ցույց կտա, թե ինչ է ստացել։ Очень рано остались и вазаны с Валентиной. Պատկերացնում եք ես այսօր առավոտյան վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ սկյուռիկ եմ տեսել, չգիտեմ, շատ հրաշալի տեսարաններ, այնքան հետաքրքիր հիշողություններ արթնացրեց, մի անգամից հիշեցի դպրոցում մեր պատուհանի դիմաց հենց անմիջապես ծառեր կային ու սկյուռիկները անդադ վազվզում էին այնտեղ ու վերջին 20 տարում ես սկյուռիկ ընդհանրապես չէի տեսել։ Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ սա Երևանի աղտոտված օդն է, թե ուղղակի մառախուղ է։ Վերջին շրջանում շատ արծացվում այդ թեման, որ Երևանում օդը աղտոտվել է ու բարձր ցուցանիշներով, բայց մի տեսակ համընկնում է այս ձմռան շնչի հետ, դրա համար ես չեմ կողմնորոշվում, ինչ է սա իրականում։ Ամենածանրաբեռնված օրերը ես սիրում եմ սկսել մեկ գավաթ սուրճով, ու որպեսզի ավելի տրամադրված լինեմ աշխատանքին, փորձում եմ գեղեցիկ ատմոսֆերա ստեղծել շուրջս։ Դեկտեմբեր ամիսը գրեթե բոլոր ոլորտներում շատ ակտիվ է։ Այս ամսին ենք մենք հիմնականում հանձնում մի քանի պրոյեկտ միաժամանակ։ Շինարարությունում շատ հարցեր անհրաժեշտ է լինում որոշել և իրականացնել մինչև տարվա վերջ ու պայմանավորվել հունվարյան աշխատանքների մասով։ Ուստի մեզ շատ էներգիա է պետք։ Իդեպ այս կոնֆետը շատ համեղ էր, իսկ գրվածքը ավելի քան համապատասխան այս ամսվա տրամադրությանը։ Ամեն դեպքում մենք չենք մոռացել նաև, որ շուտով տոներ են և մեր օֆիսում էլ փորձում ենք ամանորյա տրամադրություն ստեղծել։ Պատին ավելացրել են գեղեցիկ անձրևաձև լույսեր
Որոշեցինք կարմիր լենտաներով բանտեր ավելացնել դրանց վրա ու ես բնական եղևնու ճյուղերից փունջ պատրաստեցի ու դրեցի ծաղկամանի մեջ։ Ամբողջ գեղեցիկ դասավորելուց ու մաքրելուց հետո արդեն կարող ենք մի գավաթ սուրճ խմել։ Այս անգամ ես նախընտրություն եմ տվել 3-1 սուրճին եւ շատ սիրում եմ այս եղանակին վրան ավելացնել քաղցր մարշմելոներ։ Հիմնականում ավելի մանր տեսակն եմ ավելացնում, բայց այս անգամ մեծն էր խանութում։ Դրա համար այսպիսի մեծ կտորներով է ստացվել։ Իրականում խմելը այդքան էլ հարմար չէր։ Որպեսզի բոլոր գործերը համակարգված լինեն, ես սիրում եմ հերթով գնել օրվա անելիքները։ Հիմնականում դա անում եմ սովորական տետրի մեջ ու հետո նշում կամ մարկերով ջնջում եմ այն տողերը, որոնք իրականացրել եմ արդեն, որպեսզի պատկերավոր ձևով տեսնեմ, թե ինչքան արդյունավետ է անցել իմ օրը։ Մեր պրոյեկտներից մեկը այս անգամ կոլաժային տարբերակով էր, այստեղ կարող եք տեսնել ոնց եմ հավաքում կոլաժը։ Իսկ օրվա վերջում մենք հրավիրված էինք մեր իրականացրած պրոյեկտներից մեկի բացմանը։ Ծանոթանալ, նոր ընկերներ ձեռք բերել, հաշված րոպեների ընթացքում իրականացնենք միջոցառման բացումը։ Շնորհակալություն։ Շատ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպված, ամեն ինչ շատ մտածված էր, ինչպես մտածված էր նաև մեր դիզայնը։ Սա խմիչքների խանութ էր, ժամանակակից լյուքս ոճով իրականացված, ներսում կան շատ հետաքրքիր դետալներ, անպայման խորհուրդ կտամ, եթե անցնելուց լինեք, Պուշկին փողոցի վրա է գտնվում, կարող եք մտնել ու տեսնել մեր իրականացրած պրոյեկտը։ Հրավիրված էինք նաև մեր գործընկերոջ կերամիկայի ամանորյա երեկույթին եւ իհարկե արդեն ավանդույթ դարձած ձևով մենք ամուսնուս հետ անպայման իջել ենք նոր տարվա եղևնու լույսերի վառման արարողությանը։ Շատ գեղեցիկ էր ամեն բան կազմակերպված, դրոններով գեղեցիկ շոու կար, իհարկե մեր կողմից ոչ մի բան չէր երևում։ Եվ մենք հետո մեր ընկերների սոցիալական ցանցերում տեսանք այդ դրոններով շոուն կազմակերպված, բայց ամեն տարվա պես էլի շատ գեղեցիկ էր։ Ամսվա վերջին ես այլևս էներգիա չունեի, դրա համար շատ բան չեմ նկարել, բայց ասամի շատ այցեր եմ ունեցել շինարարություններ, բայց դրանք չեմ նկարել, որովհետև ընդհանրապես այլևս էներգիա չկար։ Ահա եւ դրոնները այն ամենը, ինչ որ մեր մոտից երևում էր։ Այսքանը դեկտեմբերյան վլոգից, չգիտեմ երբ կհանդիպենք, բայց կհանդիպենք։